Ժողովուրդ ջան, գնալով օրերը դառնան ավելի չար, գնալով ավելի մեր համար անսպասելի բաներ ենք հանդիպում։ Եվ եթե մենք Աստծո խոսքի բագաժը, գներեք բագաժ բառն եմ ասում էլի, լից կհաս հենց ասել, չունենանք, մենք չենք կարող հաղթել։ Միայն Աստծո խոսքը ունեցողները կհաղթեն։ Մենք արդեն անցել ենք Հովհաննես առաջնորդի մեջ, որ ասում եմ, մեր հավատքն է հաղթողը, երիտասարդներն ասում երիտասարդներ, քանի որ Աստծո խոսքը ձեր մեջ շարունակում, դուք չարին հաղթող եք։ Դուք չարին հաղթող եք Աստծո խոսքով։ Հենց որ ասում եմ երիտասարդներ, գիտեք, չեն ժամանակ 40 տարեկան ասել են պատանի։ Հենց որ այդ հաշվում ենք բոլորս երիտասարդ ենք։ Ուզում ասեմ մեծ ավերաբերում, Աստծո խոսքն է հաղթողը։ Եթե Աստծո խոսքը չունենանք, բոլոր գիտեք, Հիսուսը Աստծո խոսքով հաղթեց սատանային։ Եթե Աստծո խոսքը չունենանք, մեր կարողությունը բավարար չէ որ հաղթենք։ Սատանան մեզ ամեն կերպ կհամոզի եւ կշեղը կտանի ասինուր։ Բայց Աստծո խոսքը մեր ապահովությունն է։ Դրա համար արժի ուսումնասիրել եւ արժի ուսումնասիրելուց հետո պահել մեր մեջ։ Այս խոսքը պահել մեր մեջ։ Եթե լավ գրված, որ մենք Աստծո խոսքը պահենք, հայտնության մեջ է գրված։ Հիսուսն ասաց, քանի որ դու իմ խոսքը պահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ փորձության օրը։ Դե ասեցի, որ ես պիտի ասեմ, այսօր սկսելու ենք Հուդայի թուղթը, որը մի գլուխ ընդամեն էս նամակը, բայց ամեն դեպքում Աստծո խոսքը։ Իսկ Աստծո խոսքը զորություն է։ Եվ այսպես է գրված. Հուդա Հիսուս Քրիստոսի ծառա ու Հակոբոս եղբայրը, ձեզի որ Հայր Աստծուց սրբված եք եւ Հիսուս Քրիստոսից պահված ու կանչված, ողորմություն ու խաղաղություն եւ սեր ձեր վրա շատանա։ Առաջ երկու համարը կարդացի, մի քանի բանի վրա ուզում կարգառնեմ, գիտեք ամեն մի թուղթը որ կարդում ենք, այդ նամակը, թուղթը որ ասած նամակը որ կարդում ենք, գրողի մասին երկու բառ ասում ենք։ Հիմա առաջ անգամ ենք հանդիպում Հուդա գրող, որ սենց գրել է։ Ուրեմն մինչև այս սերտողություն ես նախորդ պատրաստում եմ, նոր եմ գալել, որ ստեղ շիվար չունամ, տարբեր բացատրական բան գրքեր նայեցի, որոշներ ասում է, որ այս Հուդան Հիսուսի եղբայր Հուդան է, որտեղ Հիսուսը 4 եղբայր էր, ասենք իրանից հետո Մարիամը որ ունեցել էր, Հակոբոս, Հուդա, Հովսես եւ Սիմոն, այդ 4 եղբայրներ են։ Հիմա Հակոբոսը Հիսուսի խաչվել հարությունից հետո Հակոբոսը, ասենք բոլորը ապաշխարեցին, Մարիամն էլ ապաշխարեց եւ միացան եկեղեցուն։ Հակոբոսը եկավ բարձրացավ, դառավ ընդհանուր Երուսաղեմի ավագ եպիսկոպոսը։ Եվ կարծիք կա, որ ինքը ներկայացնում է Հակոբոսի աղբերը, որ իմանան ով է, էլի։ Նաև որ իր խոսքը ընդունվի։ Այսինքն իրականում Հիսուսի եղբայրը։ Բայց վկայություններով էլ այդ մի ուրիշ դեր։ Հիսուսի առաքյալները որ կա, 12 առաքյալները որ կային։ Երկու հատ Հակոբոս կար, երկու հատ Հուդա կար։ Մի Հակոբոսը Հովհաննեսի եղբայրն էր, այլ մի Հակոբոսն էլ իր աղբերը այս Հուդան էր, որը մատնիչ չի։ Մատնիչ Հուդան ուրիշ է, որ նշում է, այս մի Հուդային ասում Հակոբոսի եղբայրը Հակոբոս Ալփեոսյան։ Սենց է նշված։ Հիմա ես տեսա չկարծա լավ հասկանամ, որ Հակոբոսի եղբայրն է, բայց որն է լինի ընդունելի։ Ուզում ասեմ շատ դարձան եք էլի, որ չեք իմանում, որ Հակոբոսի եղբայրն է։ Են է լինի, հիմա մենք դրա վրա, ինչ ասեմ, մեր փրկություն չենք կորցնի։ Հիմա շարունակենք, որ Հայր Աստծուց սրբված եք, ասում ձեզի, որ Հայր Աստծուց սրբված եք և Հիսուս Քրիստոսից պահված ու կանչված։ Սրա վրա մի ամեն կարելի ասել մի քանի բառեր կանդի մարնելու, Հայր Աստծուց սրբված եք։ Լավ, բերեք սրբված արդեն
Պարզապես մի քիչ հետո սրբված վրա նորից կան կառնիկա։ Ես ուզում եմ Հիսուս Քրիստոսի պահվածը։ Այս բառերը ավելի կան կառնիկ։ Ոնց է գրած այստեղ։ Քրիստոսի մեջ։ Հիսուս Քրիստոսից պահված։ Ուրեմն բարդ թարգմանության մեջ գրած է Հիսուս Քրիստոսում պահված։ Ճիշտ ասած, առաջ նարսիստումա տարբերություն չկա, բայց ես մի ճիշտ տարբերություն տեսնում եմ։ Հիսուս Քրիստոսում պահվածը այլ բացատրություն կարելի է տալ։ Հիսուս Քրիստոսի կողմից պահվածը այլ բացատրություն կարելի է տալ։ Հիմա Հիսուս Քրիստոսից պահվածը ավելի շատ ես սրան եմ պատրաստել։ Հիսուս Քրիստոսում մի քիչ այդքան բարձ չի, որովհետև ասեց, եթե Քրիստոսին մենք պատերազմում ենք մեր նման մարդկային մարմինով, թեկուզ հարություն արել, բայց էլի ինքը հարություն առաշոմել, ցույց տվեց իր մարմինը մարմնի մեջ ոնց պահված է, էլի ճիշտ դժվար է հասկանալ։ Իսկ Հիսուս Քրիստոսով պահվածը ինչ բարձր է ասում, որ Հովհաննես ավետարանի 17 գլխի 11, 12, 15 համարներում Հիսուս որ քահանայապետական աղոթք արեց, որը խնդրեց Հայր, չեմ խնդրում սրանց աշխարհից վերցնես, այլ չարից պահես։ Եվ մյուս համարում ասում որ մինչև հիմա իրանց ես էի պահում քո անունով, բայց հիմա արդեն ես էլ աշխարհում չեմ, ես գնում խնդրում եմ որ իրանց պահես։ Այսինքն այս առումով մի հատ աղոթք արվել բոլոր փրկվածների համար, որ Աստծու կողմից պահպանություն կա։ Այս նույն միտքը գրված է առաջ Պետրոս 1:5-ում, որ դուք պահպանված եք Աստծո զորությունով։ Ուրեմն այս մի հայտարարություն է ըստ այս խոսքի։ Մենք չենք փրկվել, բայց եսիմիջ 1000 մի վտանգների տակ եւ այլն։ Ոչ, մեր համար պահպանություն կա։ Հատուկ աղոթք կա բարձրացել եւ հատուկ, բայց Աստվածաշունչում շատ տեղեր կա։ Օրինակ 34 Սաղմոսում գրված է որ Աստծո հրեշտակ իր բանակը կդնի Աստծուց վախեցողների 4 կողմ։ Մեր շուրջը հրեշտակների բանակ կա, պահպանություն կա, Աստծո զորությունը պահում է մեզ։ Իջնեք Հոբի պատմության մեջ Աստված որ Հոբին ասեց Սատանան ասեց իմ Հոբ ծառային լավ ուշադրություն դարձրի, Սատանան ասեց նրա ունեցածը ցանկապատել ես, պահում ես, ոնց կարա մոտենալ։ Այո, Աստվածապաշտի շուրջը Աստծո զորության ցանկապատում։ Աստված պահպանում է մեզ։ Եթե չպահպաներ, հիմա մեզ ոչ մեկը չկայինք։ Իրես ինչի չկայինք, որտեղ Սատանը շատ է բարկացած մեր վրա։ Որտեղ մենք իրաց ձեռից դուրս ենք եկել։ Մենք իրաց ծառան էինք, փախել ենք իրանից։ Նրա ձեռը ընկրենք Սատանան մեզ կհոշոտի միանգամից։ Բայց նա չի կարողանում, որտեղ Աստծուց մենք պահված ենք։ Աստծու կողմից պահպանություն կա մեր համար։ Ո՞վ է վրացկա։ Նենց որ ազատ է, բայց ոչ թե ազատ գնա, ես ասեմ, սա մեր կարող միտք աստեղ ասեմ։ Մենք պահպանված ենք այնքան ժամանակ, ինչքան որ մնանք այդ ծածկոցի տակ։ Եթե մենք Աստծո պահպանության ծածկոցից դուրս գանք, այս բոլոր խոստումները իզուր կլինեն։ Սատանան անմիջապես կհարվածի։ Ես մի հատ գրքում կարդացել եմ, ստեղ էլ ասել եմ, ոմանց էլ կարդացել եմ, ոչ մաննի գրքում, որ նեղ ասում էր, դե ինքը կարող չինացիա, ճապոնացիների մեջ ինչ-որ երկար ժամանակ պատերազմ է եղել, այդ պատերազմից էր օրինակ բերում, չինացիները քանակով են շատ եղել, ճապոնացիները զենքով են շատ եղել։ Եվ ճապոնացիները տանկերով որ գալիս էին բան, չինացիներն երկու հատ կրակում էին ու ասում էլ չէին կրակում։ Որը չէին կրակում է տանկիստը մտածում այ ես ինչ եղա, թողի գնացի, ինչ եղա, ոչ մի ոնց մարդ չկա։ Եվ լուկը բացվա որ հետի տենա։ Այս լուկը բացվում գլուխը բարձրացնում է։ Եվ ասում են ինքս բացատրում որ Սատանան այդ մեթոդն է բանացնում։ Ինքը մի երկու հարված ուղարկում է, հետո լռում է։ Քեզ թվում է թե ամեն բան նորմալ է, բան։ Գլուխդ Հիսուսից դուրս ես անում եղել։ Այս գլուխդ Հիսուսից դուրս արեցիր, անմիջապես Սատանայի հարվածը կգա։ Դրա համար մնա Հիսուսի մեջ։
գնա Հիսուսի պահպանության մեջ, ապահով կլինես մինչև վերջ։ Ամեն։ Եթե ես մասի եղբայրներ բանում, ասել համեց։ Եթե չէ, անցնենք հաջորդ բառին։ Հիսուս Քրիստոսից պահված ու կանչված։ Կանչված բառի վրա եմ ուզում կանգ առնեմ, մի համար եմ ուզում հիշեցնեմ, Հռոմեացիների 1:17-ում գրված է. Դուք կանչված եք սուր լինելու։ Գիտեք, տարբեր կանչվածներ կան։ Օրինակ մի կանչում են սլեսարի գործ կատուն են գործ անելու։ Մեկին կանչում են ուրիշ բանի, մեկին կանչում են ժողով, մեկին ջիտը, մեկին կանչում են դատարան։ Մեզ Աստված կանչել է սուրբ կյանք։ Մի հատ էլ բան հիշեցի, դպրոցական դասակարգերից մեկի մեջ էր։ Ասում է, էշին ասին, աշկետնուց չես հարսանիք են կանչում, ասում է, հարսանիք չեն կանչում, ջուր կրելու են կանչում։ Աստված մեզ ջուր կրելու չի կանչ, Աստված մեզ որպես իր ընտանիքի անդամ, իր սրբության մեջ ապրելու է կանչում, հավիտյան իր հետ ապրելու։ Սա շատ կարևոր է, մենք կանչված ենք Աստվածային կյանքի մեջ լինելու։ Մենք կանչված ենք ամենաբարձր, ամենալավ վիճակը ունենալ։ Դրա համար Աստված մեզ կանչել։ Թեկուզ եւ մենք շատ ցածր էինք, աշխարհի կարող մեզ հաշվի չառներ, բայց Աստված այն ամենախոնարհներին վերցնում եւ բարձրացնում։ Եվ դարձնում է իր ընտանիքի անդամ, իր դասից։ Հենց որ մենք կանչված ենք սուրբ լինելու։ Սրա վրա ուրախ եք, թե չէ։ Հարկ Աստծո։ Աստված որին ձեր ուրախությունը միշտ լինի։ Դե հաջորդ միտքը ողորմություն ու խաղաղություն եւ սեր ձերա շատանա։ Կարելի ասել բոլոր ուղերձների մեջ այս սկզբի մաղթանքները կան, բայց սա մի քիչ մաղթանքից ավելի վեր է։ Աստծո մարդը որ մի մաղթանք ասում է, սրա մեջ զորություն կա, սրա մեջ իրականություն կա։ Մենակ ստեղել մի բարի վրա ուզում ուշադրություն դարձնենք։ Ձեր ողորմությունը, խաղաղությունը եւ սերը շատանա։ Աստվածային օրհնությունները, աստվածային նվերները, աստվածային ինչ որ խոստացել է տալիս է, դրանք շատանալու հատկություն է։ Մենակ որ ասեմ մինչև հիմա ինչքան է եղել քո խաղաղությունը, այդպես կմնա, չէ, շատանալու է։ Ինչքան է եղել քո սերը, պիտի շատանա։ Աստծո ողորմությունը ինչքան է եղել, պիտի շատանա։ Աստծո բարիքները աճելու շատանալու հատկություն։ Իհարկե, մենք էլ բաժին ենք ստեղ։ Ինչքան մենք դրանց մեջ մնանք, այնքան կշատանա։ Ինչքան ցնցենք կամ լավ չվերաբերվենք, այ կարող է կորցնենք։ Այո, հնարավոր է մարդ կորցնի, բայց Աստծո կողմից նպատակը կորցնել չի, նպատակը շատանա։ Ես լսել եմ, որ ոմանք ասում են առաջի սերը լավ էր։ Բայց Աստված դες չի անում, որ առաջի սերուց հետո գնալով դες սերը կչան։ Հակառակ գնալով էր սերը պիտի շատանա։ Ինչքան լավ էր առաջի սերը, հիմա ավելի լավ պիտի։ Երևի այս վերջի անգամներից մեկն է, որ էլի ես ասեցի։ Առաջ Կորինթացիների 3-րդ գլխում գրված, որ մենք մինչև մենք ասեմ, սա նովանացնող որ երեք լավ է քան թե այսօր։ Իշմեք չես վերջես։ Բայց Աստված ասում է, մենք փառքից փառք ենք փոխում։ Մեր համար այսօր երեկվանից լավն է, վաղ ավելի լավ ալնել։ Այսինքն Աստծո օրհնությունները շատանալու են մեր վրա։ Աստծո ողորմությունները շատանալու են։ Բանիկ ասել զարրովներ։ Իշլավը չէ որ շատանալու։ Աստված ուզում է մեր պտուղն են շատ։ Լավ, ստեղ միան միջակի են բան ասել։ Երևի ստեղ չկա, պարզապես ասել է, որտեղ ես կարևոր եմ ինքիս մեջ է դարվար։ Հիսուսն ասեց, ես եմ ճշմարիտ որդը, որդատունկը, դուք եք ճուղերն եք, իսկ իմ հայրը մշակն է։ Եվ այն ճուղերը, որոնք պտուղ չեն բերում, գտրում է նրանց։ Իսկ այն ճուղերը, որոնք պտուղ են բերում, մաքրում է, որ էլ ավելի պտղաբերն է, պտուղ բերում։ Իմ այդ մաքրել բառը որոշ թարգմանությունների մեջ գրված է էտել։ Էտելը
ոչ թե մաքրելն, այլ որոշ ճյուղեր կտրելն։ Ասենք մի մեծ ճյուղի վրա ուրիշ փոքր ճյուղեր։ Դե այդ խոսքը հիմնականում խաղողի վրա է, ովքեր հրազդանում խաղող չեն աճեցնում, բայց ոմանք կարող է ինչ-որ շատ ծանոթ են խաղողագործությանը, որ այո, գարնան սկզբին որոշ խաղողի ճյուղեր ընդհանրապես կտրում են, բայց որոշ ճյուղեր որ տեսնում են առողջ, որ տեսնում են դատկաբերը, էտում են, այսինքն ավելորդ ճյուղերը կտրում են։ Որովհետև են արմատից եկած սնունդը, ինչքան շատ ճյուղն է, այնքան շատ դեպտի բաժանվի, են պտղաբերի քիչ կհասնի։ Ավելորդ ճյուղերը որ կտրվի, ամբողջ սնունդը պտղաբեր ճյուղերի գնա եւ ավելի լավ պտուղ կբերի։ Հիմա Աստված ուզում է, որ մենք ավելի շատ պտուղ բերենք, բայց որպեսզի ավելի շատ պտուղ բերենք, մեր կյանքից որոշ բաներ պետք է կտրվի, որ մեր սնունդը նրանց չգնա, այլ գնա պտղաբերության։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ուշադրին նայում եք, ես էլ գրացա։ Ժողովուրդ, ես հասկացել եմ, հավատում եւ տենց էլ սպասում։ Իմ կյանքից բաներ կա, որ Աստված պիտի կտրի։ Թեկուզ եւ իմ համար շատ սիրելի զբաղմունք լինի, իմ համար շատ նվիրական բան լինի, հայրերիցս ժառանգած բան լինի, բայց եթե նա խանգարում է իմ պտղաբերությանը, Աստված պիտի կտրի։ Ինչքան ուզում եմ ես ցավաբրեմ, լացեմ, Աստված պիտի կտրի, որպեսզի իմ պտղաբերությունը ավելանա։ Ես իմ անձի համար ասացի, վստահանալով որ յուրաքանչյուրը ընդունեք ձեր համար էլ այդպես։ Կրկնում եմ, կարող է ցավոտ լինի։ Այս նույն բանը ես հավատում եմ ոչ թե միայն իմ անձի համար, այս բանը ճիշտ է ընտանիքի համար, ճիշտ է եկեղեցու համար, ճիշտ է ազգի համար։ Մարդիկ կան ազգի առաջադիմության ասում, թե արտության համար տորմուզ են։ Խանգարում, կներեք այս բառին, տորմուզը։ Աստված, եթե մենք լավ բարեխոսենք աղոթենք, Աստված դրանց արանքից կհանի, որ արտություն կա։ Հավատում եք սա։ Ով հավատում։ Լերում, եթե ոմանց Աստված կտրի, լավ չզգաք։ Ոմանց Աստված կտրում է, որ են պտղաբերները լավ պտղաբեր։ Ես հիշում եմ տարիներ առաջ, ստեղ մի եղբայր խոսքի մեջ ասեց մարդ կա, որ գալիս է եկեղեցի, այս քաղաքի արտությունը 10 տարով հետաքրքրի։ Որտեղ այդ մարդը լավ կյանք չի ապրում։ Այս մարդու տենողը չի ուզում եկեղեցի գալ։ Կան տես մարդիկ, ցավոք կան։ Մարդիկ կան, որ իմանում են այդ մարդը եկեղեցու չեն ուզում գալ, եւ այս մարդը ասում է, քաղաքի արտությունը 10 տարով հետաքրքրի։ Դեռ հավելավ չէ, մեկը կտրվի, դեռ քաղաքի արտություն ապրի։ Իսկ դա կատարվում մեր աղոթքով եւ Աստված այս խոսքը իրականացնում։ Ինչ երկարացնի կներեք, այդ ինչ արած պետք է ասել։ Ուրեմն Աստծո ողորմությունը, խաղաղությունը, սերը մեր վրա շատանալու հատկություն ունի։ Երբ բաներ թե բան մեկ սրա վրա ասելու հավեցեք։ Եթե չկա, անցնենք 3-րդ համարին։ Սիրելիներ, բոլոր ջանքը վրա սառնելով ձեզի կգրեմ հասարակած փրկության համար, իմ անձիս պարտք համարելով ձեզի գրել ու հորդորել, որ մրցեք այդ հավատքի համար, որ անգամը սուրբերուն ավանդվեցա։ Այստեղ անգամն ասի մեկ անգամ։ Ուրեմն բոլոր ջանքը վրա սառնելով ձեզի կգրեմ, այստեղ գրած է հասարակած փրկության համար։ Դե վրա հասարակած։ Որոշ թարգմանության մեջ գրած է ընդհանուր։ Ընդհանուր փրկության։ Ընդհանուր փրկության համար։ Ռուսերենում օբշի սպասում։ Ուրեմն ընդհանուր փրկության համար։ Այս մասին ուզում եմ մի քանի բառ ասել։ Դե ընդհանուր փրկություն կապված է հավատքից, նաև կարող ենք ասել ընդհանուր հավատք։ Ես Աստծուց հասկացել եմ, կարծում դուք եք հասկացել,
որ մեզանից յուրաքանչյուրը անհատ ենք, բայց Աստված մեզ միավորել է եւ այս միավորին անունը դրել Քրիստոսի հարս, Աստծո ընտանիք, Սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, եկեղեցի, այսինքն եկեղեցին մի մարդը չի, եկեղեցին Աստվածապաշտ փրկված մարդկանց հանրագումարն է, այսինքն նորից եմ ուզում ասել, մենք յուրաքանչյուրս առանձին անհատ ենք, բայց մենք բոլորս կազմում ենք մի ընդհանրություն, ընդհանուր, եւ այդ ընդհանուրի անունն է Աստծո ընտանիք ասենք, ես մի քանի անդրեցի, բոլոր անունները կարող նորից շեշտել, ոնց որ այս մարմինը, դե առաջ իմացել են թե չեն իմացել, դες վերջի տասնամյակներում գիտենք, որ գիտությունը զարգացել է եւ հասել են աշխարհի, որ ասում մեր մարմինները, նույնիսկ այդ անշունչ առարկաներ մարմինները կազմված են բջիջներից։ Յուրաքանչյուր բջիջը առանձին իր հատկություններն ունի, իր շարժի գործելակերպը։ Բայց այդ բջիջների միասնությունը կազմում մի մարմին, մենք չենք ասում, այսքան բջիջ եւ այլն։ Մենք ասում մարմին։ Ես որ մեջ ինչքան բջիջ կա եւ որ բջիջի չանում ենք էսի չենք մտածում դրա։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մեզանից յուրաքանչյուրը Քրիստոսի մարմինի կարելի ասել մի բջիջն է։ Որ մեր միասնությունը կազմում է Քրիստոսի մարմինը։ Ուրեմն Եփեսացիների 4-րդ գլուխը սկսում ասես բառերով։ Մի անգամից առաջի բառերը չեմ ասում, Աստված մեկ է, հավատքը մեկ, Տերը մեկ, մկրտությունը մեկ։ Այսինքն մենք առանձին անհատներ ենք, բայց բոլորս նույն հավատքի մեջ ենք, բոլորս նույն Աստծուն ենք պաշտում, բոլորս նույն մկրտությունով մկրտեցինք, այսինքն բաներ կա, ընդհանուր է, բոլորս համար նույնն է։ Ոնց որ հիմա մենք բոլորս այս մի շենքի մեջ ենք։ Այս շենքին ինչ լինի, բոլորս է վերաբերվում։ Թե դրական, թե բացասական։ Ամեն։ Եթե այս մասին բանը կանեցեք ասել։ Եթե չի ես էլի պիտի շարունակեմ, ես միտքը ուզում եմ ճիշտ ավելի լավ։ Ուրեմն հասարակած, այսինքն ընդհանուր հավատքի համար, որ մեկ անգամ սուրբերին ավանդվեցավ։ Մեկ անգամ, ինչ է գրում մեկ անգամ։ Դե նոր ասի որ, բոլորս մի ընդհանրության, մի հավատքի մեջ ենք։ Այդ մի հավատքը տրվեց Հիսուս Քրիստոսի միջոցով։ Աստծո որդին եկավ աշխարհ, սովորեցրեց, մեր մեղքերը վերցրեց իր վրա, խաչվեց, այսինքն մեղքի խաղություն արեց, մեզ արդարացնելու համար հարություն առավ եւ համբարձվեց, նստեց օրաշկում մեր համար բարեհաս։ Այս հավատքն է տրվել։ Հիմա այս հավատքից դուրս ինչ հավատք կա մեր համար ներժել։ Դե ասեմ ինչ հավատք կա։ Օրինակ մուսուլմանական հավատք կա։ Գիտեք որ մուսուլմանական հավատք։ Ոմանք ասում են նույնն է, ինչ տարբերություն, մենք ասում ենք Աստված նրան ասում Ալլահ։ Ես հիմա հայտարարում, նույնը չի։ Այս Քրիստոսի ճանաչեցրած Աստված եւ նրանց մոլաները ու նրանց սովորեցնում նրանց ճանաչեցրած Աստված լրիվ տարբեր է։ Քրիստոսը մեզ ճանաչեցրեց, որ Աստված ձեր հայրն է։ Եվ այդ հայրը այնքան սիրեց, ինչեւ իր միածին որդին ձեր համար տվեց, եւ այդ հայրը որևէ մեկի կորուստը չի ուզում, այլ բոլորի փրկությունը։ Իսկ մուսուլմանների ճանաչած Աստված հայր չի։ Նրանք Աստծուն որպես հայր չեն հասկանում, դա հասկանալի չի իրաց համար։ Նա որդի չունի, Սուրբ Հոգի չունի, նրանց աչքին, նրանց համար։ Նրանք երրորդությունը մերժում են ընդհանրապես։ Եվ նրանց հայր չէ, նրանց հետ ճանաչած Աստված պատժող, դատավոր է։ Նա սիրող չի, դատավոր է։ Եվ այսպես։ Նաև իրաց որոշ ցանկությունների կատարող, կարծես դրախտը միայն տղամարդկանց համար է, դրախտ գնացող տղամարդը 70 են տալու։ Մուսուլմանը մտածելակերպ է։ Այսինքն Աստծո չի բան։ Ես այդ մուսուլմանը ասի։ Նույն ձևով Եհովայի վկաները, նույն ձևով մորմոնները, օրինակ մորմոնները ասում են, որ
Հիսուսը լրիվ չի կատարել գործ, կիսատա թողել, մնացածն են հորմոնն աշարվակ։ Նույն ձևով այլ կերոնները, ուզում ասեմ, մենք հաստատված ենք, արմատակալված ենք ես մի հավատքի վրա, մենք մերժում ենք բոլոր մյուս տեսակի հավատները, որոնք չեն համընկնում Աստվածաշնչի, որոնք Քրիստոսի բերած հավատքի հետ չեն համընկնում, մենք դրանք մերժում ենք, մենք հենված ենք, արմատակալած ենք այս հավատքի վրա, որ մեկ անգամ սուրբերին հանձնվեց և ասում ես գրում եմ, որ դուք այս սրա վրա հաստատվեք։ Դե ստեղ մի բառել կար ես համարի մեջ, ասում եմ մի բառի վրա կան կարնեմ, որը ավելի այս բոլոր ասածները ընդհանրացնում։ Փաստորեն, քանի որ այս հավատքի չլինող մարդիկ կան, որոնք պայքարում են, որոնք մեզ դեմ են, օրինակ Հիսուսի գործունեության դեմ են եղել, որ ասես մտածում ես զարմանալի է, միայն բարիք էր անում Հիսուսը, բայց ինչքան դեմ մարդիկ էր անում։ Հիսուսը բարիքից բացի ուրիշ բան չէր անում, բժշկում էր, մեղքերի թողություններ տալի, զորացնում էր, սովորեցնում էր, ճշմարտություններ սովորեցնում, բայց այն աշխճանի դեմ դուրս եկան, որ մահապատիժ որոշեցին։ Հիսուսն ասեց, ինձ ընդունողը ձեզ էլ կընդունի, ինձ չընդունողը ձեզ էլ չի ընդունի։ Այսինքն մենք էլ ենք դենց ինչ բառ գործած եմ ստեղ, հանդիպելու նման դիմակայությունների ասեմ, ապստամբությունների, մենք էլ ենք դժվարությունների հանդիպել, մեր դեմել են մարդիկ դուրս գալու, մեզ էլ են նեղություն տալու, հիմա, ստեղ որ ասում իմ հանձին հարկ սեպեցի, հարկ համարեցի, որ գրեմ, որպեսզի դուք մրցեք, այս մրցեքը որոշ տեղերում, ոնց որ այդ ուսումնասիրությունները տանումա պատերազմ են, դուք պատերազմ են, որոշ տեղեր գրված է, ես կարդամ են տեղերը, Փիլիպեցիների 1:17, առաջին Տիմոթեոս 1:18, 6:13, երկրորդ Տիմոթեոս 1:13, 4:7, այսքանից մենակ 4:7-ը հիշեցնում, առաջին Տիմոթեոս, երկրորդ Տիմոթեոս 4:7։ Պողոսը այսպիսի բաներ ասեց իրա այս երկրից մեկնելուց առաջ։ Բարի պատերազմ պատերազմեցի, հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի, ժամանակականություն ճիշտ եմ ասում, չէ։ Ընթացքը կատարեցի, նոր հավատքս պահեցի, ու դրանից հետո նոր ասում մնում է ինձ կյանքի վսակը։ Հիմա հավատացյալը երկրի վրա պատերազմ ունի, բայց բարի պատերազմ։ Մեր պատերազմը, Եփեսացիների 6 գլխում գրված է, մարմնի եւ արյան դեմ չի, այլ չարմուկիների դեմ։ Մենք մարդկանց դեպի մահ չենք տանում, մենք մարդկանց ուզում ենք դեպի կյանք տանենք։ Մենք մարդկանց չենք տանում գերեզման, մենք մարդկանց սատանայի ձեռքից աշխատում ենք խլենք։ Մենք մարդկանց աշխատում դժոխքի ձեռքից խլենք, այսինքն բարի պատերազմ, բայց պատերազմ կա։ Պատերազմ կա նաև մեր մեջ, մարմնի եւ հոգու միջեւ։ Պատերազմ կա իրավիճակների մեջ, դժվարություններ կա, քրիստոնյաները հալածվել են, քրիստոնյաները բանտարկվել են, քրիստոնյաները չարչարվել են, ներն են ընկել եւ այլ շատ դժվարություններ։ Եվ ասում որ գրում են մրցեք եւ պատերազմեք եւ մրցեք, այսինքն դուք աշխատեք միշտ հաղթող դուրս գաք։ Մրցել ես, չէ՞, կամ ամուր բռնեք դեր գրած։ Աշխատեք հաղթող դուրս գաք։ Այն որ ձեր դեմ են գալու, մի օր նրանք խեղճանալու են, բայց դուք զորանալու եք։ Այնքան հալածողներ են եղել, որ հետո ուզ ասեմ, պարտված են ես երկրից գնացել։ Իսկ այնքան հալածվողներ հաղթությամբ են ես երկրից գնացել։ Մրցեք նշանակում է հաղթող դուրս եկեք։ Դժվարություններ են լինում։ Սիրելի քրիստոնյա,
դժվարություններ լինելու է, որովհետև այս երկրի վրա դեռ իշխանա սատանա։ Դեռ չար ոգիներն են ստեղ իշխանություն ունեցողները։ Մենք կարելի ասել օտարի հողում ենք։ Շազինքը օրենքով չի, որ ես հողի տերականն էլ, ինքը զավթել է։ Բայց ամեն դեպքում մենք օտարի հողում ենք։ Մենք դժվարություններ կունենք, բայց վերջնական հաղթությունը Քրիստոսով ներնալու։ Բայց եթե մենք ամուր կապնենք, եթե մենք ամուր կրնենք, եթե մենք կեսից չդառնանք, ստե մի պարզ, ինքան պարզ բան ասեմ, ասենք, աշխատես, կեսից թողես է տես, դունը սարջես, կեսից չշարունակես, պատերազմես, կեսից հանձնես և այլն, անիմաստ է, նորմալ չի, ասում, մինչև վերջ մնացեք, մինչև վերջ պայքարեք, մինչև վերջ մրցեք և հաղթության, նորից ասում, մրցել բառը ավելի շատ կարելի է ընդունել, հաղթության դուրս եկեք։ Դե մրցողների, բոլորի, ասենք սպորտ մենք հիմնականում սպորտի մրցումներ գիտենք, բոլորի մտքի մեջ հաղթությունը։ Եթե մեկի մեջ հաղթությունը չլինի, անիմաստ է մրցում։ Բոլորի մտքի մեջ գնացել են մրցույթի, գնացել են մրցելու, որպեսզի հաղթեն։ Դե ասում եմ, դուք մրցեք և որպեսզի հաղթեք։ Եվ ես հավատում կարող եք հաղթեք։ Դու մի կարծի թե ուրիշը քեզնից զորավոր է։ Ոչ մարդ է զորավոր չի, մեր մեջ Քրիստոսն է զորավոր։ Մեր մեջ Աստծո հոգին է զորավոր։ Ինչքան Աստծո հոգով մրցեք, այնքան հաղթություն։ Եթե բարում եք համեցեք ասեք։ Եթե չկա, չորրորդ համարը կարդա։ Քանի որ մի քանի մարդիկ գաղթուկ մտան, որոշ տեղերում գրածած Սողոս կեցին, որ առաջինը այս դատապարտության համար որոշված էին ամբարիշներ, որոնք մեր Աստծո շնորհքը անառակության դարձրեցին, և միակ իշխանը կամ Աստված իշխանը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուրացան։ Այստեղ էլ մի քանի բաներ կա։ Գաղթուկ մտան ոմանք, ով գաղթուկ կմտնի։ Գողը, ավազակը, վերջը կարող ենք մի այլ տեսանկյունից ասենք, որի մտադրությունը չարը, բարի չի, ուղիղ չի, ծուռը, վատ բան ասում անի։ Գաղթուկ մտան, որ առաջունը այս դատապարտության համար որոշված էին։ Այս առաջունը այս դատապարտության համար որոշված էին, այս մասին ուզում խոսեմ, բայց այդ գաղթուկ մտողների մասն մի քանի բառ կարելի ասել։ Թեք բերեք ես ասեմ նոր դատապարտություն։ Ուրեմն ես լսել եմ դեպքեր, գոնե մեջին ճանաչում եմ, իմ եղբայրները կճանաչեն 50-ական եկեղեցու եպիսկոպոս Գևորգ եղբայրը։ Ուրեմն ինքը ոնց է ապաշխարել։ Բանակից եկել է, եթե լսել է, որ իր աղբորկինը հավատացյալ է դառել։ Այն ժամանակ հավատացյալ բառը շատ սարսափելի էր։ Հիմա որ արդեն շատերը գիտեն, որ հավատացյալ կա։ Այն ժամանակ նոր էր, եկեղեցին նոր էր, ոնց իմ աղբորկինը, գիտեք, բանակից եկածներն են գլուխը տաքարն են, կարծում ես եկել վեր են ամիշտ։ Այդպես որոշում է հետևի, հետա տնայս ուր է հետում ես աղբորկին ինչ անեմ, որ մի վնասն է։ Էժանատել ամարները անտարները դրսում են պաշտանները։ Հետում հերվիս նստում լսնում է պաշտանում։ Այսօր եպիսկոպոս է։ Եվ ես առաջի դեպքը չի, էլ ասես դեպքեր եղել, ես յա հիմանի մտքի մեջ, որտեղ այդ մարդուն եմ ճանաչում Իրաստանը եղել եմ շատական եղել։ Ես ինչ համար ասեցի, մարդիկ կան գաղթուկ գալիս են, բայց փոխվում են։ Գաղթուկ գալիս են, բայց Աստված կգնասրտել։ Բայց մարդ կա, և հիմնականում գիտեք ովքեր արդեն մի ժամանակ եղել են հավատքի մեջ,
ծանոթ է, հետո հետ են գնացել, արդեն թշնամություն են այս ռաջին նտանգավոր։ Ես քանի որ միտեղ խոսում էինք, որ անապաշխարի փոխվել ավելի հեշտ է, քան թե ընկած հավատացյալի փոխվել։ Ես դա տեսել եմ, անապաշխարի փոխվել ավելի հեշտ է, քան թե ընկած հավատացյալի փոխվել։ Շատ ընկած հավատացյալներ ավելի թշնամություն են։ Եվ այդ գաղտնիք եկողները, եթե իսկապես թշնամության համար են եկել եւ չեն փոխվում, ասում որ շատ վատ է դրանց վիճակը։ Նրանք որոշված են դատապարտության համար։ Հիմա այս որոշված են դատապարտության համար, ես ուզում եմ մի ձևով մեկնաբան բացատրել։ Ուրեմն Ռոմայացիների 9:21-22-ում մի պատմություն է գրված։ Ասում է բրուտը իշխանություն չունի, ճիշտ եմ ասում։ Դավի վրա նշանակից միաման շուտելու մեկը պատվի եւ մյուսը անարգանքի համար։ Էսի որ 22-ը։ Դեմա 22-ը Ապայի չասելիք ունի մեկը, եթե Աստված իր բարկությունը, զորությունը այդ է լուսելով, շատ երկայնամտությամբ համբերեց կորսվելու պատրաստված բարկության համաների։ Այդ ես երկրորդի վրա եմ կանգառնալ, բայց մի քիչ ես այդ կետը կարդայի։ Ոչ թե Աստված ամանը կորսվելու համար է պատրաստում։ Եկեք հենց բրուտի օրինակի վրա ես ասեմ ինչ եմ ուզում ասեմ։ Ինչքան ժամ Երեմիայի վարկայության մեջ կա, հետի չայ դիքսել հիմնավոր տեղը ասեմ, ասում է ինչի մի հատ բրուտի մոտ տեսում չան։ Ասում է բրուտը մի հատ աման էր սարք։ Եկեք ընդունենք, որ ցանկացած մասնագետ մի բան որ անում է, լավ նպատակով է։ Բրուտը այդ ամանը որ սարքար, հավատում որ լավ օրինակ ուժ էր սարքը, որ այս ուժով աղբյուրից ջուր բերել։ Հիմա, եւ ասում է, այս սարքելու ժամանակ կավը շրվեց։ Այդ ամանը, որ սարքում էր, շրվեց։ Եվ այդ շրված կավը դեն չթափեց։ Նորից հավաքեց, ես բրուտի գործ չեմ արել, բայց պատի ցեղի գործ շատ եմ արել։ Ցեղը եթե միտեղ իրան լավ չի պահում, ուրիշ տեղ է գործածում։ Այս մարդն էլ, որ իրան լավ չպահեց այդ կավը, եւ ասում վերցրեց, արդեն այդ շրված որ նորից հավաքեց շարեց, ուրիշ աման սարքեց։ Եվ հիմա սկզբից ես հավատում պատվի աման էր ներողություն։ Պատվի աման էր սարք։ Սկզբից, բայց երբ որ կոտրվեց, փշրվեց, հաստատ այլ պատվի աման չէր սարք։ Կավ, չես ուզում կուժրվես, ես քեզ իբիլի վետրուկ սարքեմ։ Սկզբից պատվի աման էր սարքում, բայց հետո անարգանքի աման։ Այսինքն, անարգանքի ամանը ոչ թե ինքը սկզբից է որոշել, կավը իրան լավ չպահեց, դրա համար սարքվեց անարգանքի աման։ Հասկանում եք ինչ տեսանկյունից է մոտենում։ Աստված բոլոր մարդկանց համար փրկություն է որոշել։ Տիմոթեոս երկրորդ գլուխ, առաջ Տիմոթեոս երկրորդ գլուխ, ասում է որ Աստված չի ուզում որևէ մեկի կորուստը, բոլորի փրկությունն է ուզում։ Բայց ով որ իրան լավ չի պահում, դե բոլորս ենք մեղավորել, բայց մեղավոր կա ապաշխարում, մեղավոր կա, այդ հալով խորանում։ Աստված տարբեր կետներով փորձում է հասկացնի, ներնման մարդկանց միջոցով է խոսում, դժվարություններ է բերում, փորձանքի հանդիպեցնում, Mən istər asılır, meşhur mücadele, երեխա ժամանակ լսել։ Մեկ ասում այնքան եմ Աստծուն փոստում դու չեմ կատարել։ Երազին Աստված գալի ասում այնքան եմ արժերը թանել չես հասկացել։ Այսօր այդպես ես ինչեր են կատարում, բայց էլի չի հասկանում, էլի չի դառնում։ Սրանց Աստված գործածում է որպես անարգանքի աման։ Ինչպես է գործածում, եւ հիմա հիշեցնում տեղեր։ Առակաց 16:4 համարում գրված է։ Աստված ամեն բան իր համար ստեղծեց, կամ իր նպատակին։ Ամբարիշտին է ձախորդ օրվա համար։ Եվ մի տեղ էլ ասում է, որ Եգիպտոսը քո համար փրկանք տվեցի։
Այսինչ երկիրը քո համար որպես թրկանք էլի տվեցի։ Ումն է որպես թրկանք տալի։ Անարգանքի ամաներ, որպեսի պատվի ամաններին պահի։ Կարծա միտս ասեմ։ Հիմա, այսօր ասում եմ, նրանք որոշված էին, ոչ թե սկզբից էին որոշված, այլ իրանց կյանքով իրանց վրա այս որոշում բերեցին, որ իրանք դատապարտության համար են որոշված։ Այդ գաղթում, այդ սպրդող մարդիկ, որ եկել են որպեսի վնաս տա, նրանց համար դատապարտություն կա։ Եվ ասում եմ, որոշված է այս դատապարտություն։ Ում համար։ Օրինակ Հիսուսն ասեց, որդին մարդու կգնա, ինչպես գրված է իր համար, բայց վայ նրան ում ձեռքով կգնա։ Գայթակղություններ կգան, բայց վայ նրանց ում ձեռքով կգան։ Այսինքն ինչ-որ բաներ լինելու են, բայց ես իշտն եմ տարիներ առաջ էր։ Մի եղբայր եղբայր ինչ լավ չէր պահում իրան, փորձեցի զգուշացնել, ինձանց էլ տարիքով մեծ էր, ինձ շատ խիստ չէի կարող ասեի, դե ասում է ոչխարների հետ եծերել են անում, էլի, եղբայր ասում, դու խես չես վեցի տեղը դնում, եծելի համար լավա չի գիված էլի, հիմա, ոմանք ուզում են ես իրանց ձեռով էդ վատ բաներ, ում ձեռով նոմալ ես չեմ ուզում ձեռով վատ բաներ լինի, համազանիք եք էդ, բայց իմ հետ համազանիք միայն իմ համար դե ձեր համար, ժողովուրդ, այո, վայ նրանց ում ձեռքով կլինի, բայց ինչի հետ վայը մենք ստանանք, ինչի մեր ձեռքով, իջեք մենք դրականի կողմել, իջեք մենք ուղի կողմել, ամեն, իմասմա դրանք որոշված են դրան, ինչպես ես արդեն եսկան բացատրեցի, իրանք հասցրին են հետ տեղը, իրանք բրուտի ձերքերի մեջ փշրվեցին, իրանք նորմալ չենթարկվեցին, իրանք նորմալ ձևով իրար չպահեցին և որոշվեց, որ իրանք անարգայության ունի։ Եվ շարունակության մեջ արդեն ամբարիշտներ, որոնք մեր Աստծո շնորհքը անառակության դարձրեցին։ Դե դիտեք արդեն ինչքան տեղեր գրված է։ Շնորհքը չարության ծածկոց չլինի։ Իսկ Տիտոսի գրքում, Տիտոս 2-րդ գլուխ 11-12 համարներ։ Պետք է մի հատ գրեք, հա, Տիտոս 2-րդ գլուխ 11-12 համարներ։ Քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երեցավ, որ մեզ կխրատի, որ ամբարիշտություն ու աշխարհային ցանկությունները ուրանանք և զգաստությունով ու արդարությունով և բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ։ Շնորհքը մեզ խրատում է, որ աշխարհային ցանկությունները ուրանանք և արդարությունով ապրենք։ Բայց ոմանք շնորհքը ներկայացնում է որպես չարության ցանկություն, որ շնորհքի տակ ես ինչ ուզում ես արել։ Ինչ էլ անես մեկը Աստծո որդին ես։ Ոչ։ Աստված ինչքան սիրող է, այդքան իր սրբությունը։ Աստված երբեք իր սրբությունը չի զիջի։ Ամեն։ Ես դեռ հիշում եմ այն պատմությունը, որ աղքատ Ղազարոսի և մեծ Արուստի պատմությունը, որ մեծ Արուստը դժոխքի մեջ էր, հայր Աբրահամի հետ խոսած, հայր Աբրահամը նրան ասեց որդի արք, այսինքն դու իմ որդին ես, ես քո հայրն եմ, բայց դժոխքում տանջում ես։ Այսինքն իմ որդին նրան դժոխքում տանջում է, Աբրահամն էր ասում, ես իմ որդի համար չեմ ուզում դες բան։ Ժողովուրդ, Աստված սիրող Աստված է, չի ուզում որի մեկի կորուստը, բայց եթե այդ մարդը չընդունի Աստծո փրկությունը, թեկուզ Աստված սիրում է, բայց ինքը դժոխքում տանջում։ Կարծեմ ինքս ասեմ, որտեղ Աստված ասում է, քեզ սիրում եմ, բայց քո մեղքը չեմ սիրում։ Եվ քո մեղքը իմ սրբության մեջ չի մտնելու, մեղքը Աստծո թագավորություն չի մտնելու, մեղքը երկինք չի մտնելու, երկինքում բացարձակ սրբություն առնելու։ Հենց որ, եթե շնորհքի դատ ես, որ արդարությամբ ապրես, շնորհքի դատ ես, որ ես շնորհքով ապրես,
Ոչ թե անունը դնա շնորհքի տակ, բայց անշնորհք ապրես։ Մեղք գործես։ Ոչ, մեղքը չի ընդունվելու Աստծո կողմից։ Դավիթը, որ Աստծո սիրելի մարդն էր, որ մեղք գործեց, Աստված ասաց սուրը քո տնից չի պակասի արել։ Իր ամենասիրելին էլ այդպիսի պատիժ մեղքի պատճառով հռչակեց։ Նենց որ Աստված սիրող հայրը դարձավ Աստված բացարձակ սիրություն եւ արդարադատ։ Նենց որ ասում են այս ամբարիշները ինչ արեցին, մեր Աստծո շնորհքը անառակության դարձրեցին։ Եվ միակ իշխանը մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուրացան։ Դե միտեղ ասում որ սա դնում շուր համարեն գրել 2 Պետրոս 2:10 Միջալոց ասեմ, այս Հուդայի թուղթը և Պետրոսի երկրորդ թղթի երկրորդ գլուխը շատ նմանություններ են։ Մանավանդ նրանք, որ պղծալից ցանկության մարմնի ետևից երթան և տերությունը կանարգեն ինքնավան և հանդուգն են, չեն վախենում մեծափառներին հավերել։ Նույն միտքն է։ Չէ, բայց ես ուզում էի հետևյալն ասել։ Ոմանք գրված է գործերով ուրացան։ Գործերով։ Կարող բարերով չի ասում ուրանում է։ Բայց եթե մեկը Քրիստոսի խոսքը չի կատարում, Քրիստոսի հանձնարարությունը չի կատարում, իր կյանքի մեջ Քրիստոսի հետ եղած կապը նշանակություն չունի։ Ինքը պատրաստ է Քրիստոսի հետ եղած կապը կտրի մի հատ ուրիշ ցանկության համար։ Սա նշանակում է գործով ուրանալ։ Գալիս աստեղ պաշտամունքի, բայց իր կյանքի մեջ մեղք կա։ Հենց ծանր մեղքեր։ Սա նշանակում է գործերով ուրանալ։ Եթե եղբայրները բանն ասել հանեցեք։ Այսօր դժվար մասել, հա, եղբայրները պատրաստ չէին։ Բայց կարծում պետքական մասել։ Մանավանդ ես ուզում եմ այսքան մեջ մի բառը նորից շեշտել։ Ասում եմ իմ անձին հարկավոր համարեցի ձեզի գրել և հորդորել, որ մրցեք հավատքի համար։ Մենք պիտի մրցենք, մենք պիտի պատերազմենք, մենք պիտի պայքարենք, հաստատուն կապնենք, ամուր բռնենք, մինչև վերջ հասնենք, եթե հիշում եք Հիսուսն ասաց, ով որ մինչև վերջ ամպերի, նա կապի, կեսից չթուրանանք, կեսից չթողենք, ինչ վիճակ էլ լինի, մենք շարունակենք Քրիստոսից ամուր, երբեք հետ չդառնանք, երբեք մեր միտքը չփոխվի, երբեք չասենք, էլ չենք կարող, հենց բան չկա։ Նախ Աստված քո կարողությունից ավելի դժվարություն չի տա, երկրորդն էլ դու քո կարողությունով չի որ պայքարում ես, Աստծո կարողությունով ես պայքարում։ Մնա Աստծո կարողության մեջ և դու կհաղթես։ Եվ կրկնում, որ ասում եմ մրցեք, մրցելու հիմքը, արմատը հաղթության ցանկությունն ասել ինչ։ Մրցողը հաղթելու նպատակով մրցի։ Այսինքն հասնի մինչև հաղթություն։ Եվ յուրաքանչյուրիս համար այդ հաղթության, ինչ են ասում, հաղթողի ինչ առնում։ Մրցանակ, այդ մրցանակը կա։ Աստված օրհնի ձեզ։ Ես վերջացրի։